Հայտնի ջան, այսքանից հետո միայն մի ցանկություն ունեմ քեզ, մի մաղթանք ունեմ քեզ։ Դա Աստված, որ կյանքումդ այլևս հարսիպար չպարես։ Եթե համաձայնեք, խնդրում եմ ծափահարեք, ժողովուրդ ջան։ Եթե իսկ պարեսել, միայն ու միայն առաքելի համար և առաքելի հետ միասին, ձեր ոսկե հարսանիքի ժամանակ։ Համաձայնեք, ժողովուրդ։ Շնորհակալություն խնդրեմ էլի ու էլի լցնել բաժակները։ Ժողովուրդ, այսօր ինչ էլ խոսենք, շնորհավորանք է լինելու, ինչ էլ խոսենք, աչքալուսանք է լինելու։ Ու հերթական շնորհավորանքը, հերթական աչքալուսանքը մենք կնվիրենք բոլոր մեր ազգականներին, բարեկամներին։ Ես հիմա խնդրում եմ, բարձր ծափահարություններ հոր եղբայրներին։ Հիմա են քերիներին, ժողովուրդ ջան։ Հիմա են հոր եղբայրների ու քերիների տիկնանց, մեր հարսներին։ Ժողովուրդ, բա հորաքույրներին ու մորաքույրներին ոնց ենք ծափահարելու։ Բա նրանց ամուսիններին, մեր փեսաներին, ժողովուրդ ջան։ Ովքեր որ հեռացել են կյանքից, անպայման նրանց հիշատակի համար նույնպես բաժակ կբարձրացնենք։ Իսկ ովքեր որ հանգամանքների բերումով բացակայում են, նրանց բոլորի ականջները թող կանչի։ Ուրեմն կենասել կնվիրենք և ներկա, և բացակա բոլոր մեր ազգականներին, բարեկամներին։ Եվ այսպես, հոր եղբայրների, քերիների, հորաքույրների, մորաքույրների, նրանց զավակների, նրանց օջախների անուշ ու քաղցր կենացնենք խմում։ Եվ հիմա ուշադրություն, ժողովուրդ ջան, հենց այս կենացնել կհամեմի իր շատ գեղեցիկ պարային կատարումով մեր առաքելի Օֆելիա հորաքրոջ թորմոհին Գայանեն, ժողովուրդ ջան։ Իդեպ Գայանեի զգեստը հենց Օֆելիա հորաքույրի իր սեփական ձեռքերով է կարել։ Չեմ լսում ծափերը։ Խմում ենք մեր ազգականների բարեկամների կենացը և հենց ազգ ու բարեկամության կենացին կպարի հորաքրոջ թորմոհին Գայանեն։ Խնդրեմ։
Անկեցես, շնորհակալություն Գայանեին, գեղեցիկ բարի համար, շնորհակալություն Օֆելիա հորաքրոջը Գայանեի գեղեցիկ զգեստի համար, ժողովուրդ ջան։ Ձեզ առանց այդ բարձր տրամադրությունը էլ ավելի կբարձրացնեմ մի անուշ կենացով։ Ժողովուրդ ջան, մեր առաքելի 3 հարազատ քույրերի գլխավորությամբ, մեր Արփինեի 2 հարազատ եղբայրների գլխավորությամբ, այս կենացը, այս ողջույնը, այս աչքալուսանքը կնվիրենք նորապստակների բոլոր քույրերին, բոլոր եղբայրերին։ Ես խնդրում եմ բարձր ծափեր քույրերին, հիմա են բոլոր եղբայրներին ու հենց քույրերի եղբայրերի կենացնեն, հենց եղբոր իրավունքով կհամեմի Արփինեի հարազատ եղբայրը Արարատը, ժողովուրդ ջան, որի սիրով հրավիրում եմ բեմահարթակ։ Արարատ ջան, խնդրեմ եմ, Արարատը նախ իր սրտը խոսք կասի, այնուհետև մի գեղեցիկ կատարում կնվիրի։ Բոլորին բարի երեկո, խնդրում եմ մի րոպե լռություն։ Ուզում եմ մեծ փոքր բաժակով ողջունեմ մեծ սրտով խմել Արփինեի ու առաքելի կենացը։ Ցանկանում եմ երջանկություն, բախտավոր եք, այն ինչ որ սաղ ասել են, բոլոր ստեղծարարները ասել են, X2 եմ անում, գումարով եմ ու ցանկանում եմ ձեզ։ 26 տարեկան տղա է ու 26 տարի ես իմ քրոջը սիրել եմ։ Ով օրինակ կպել էր, ես երևով եմ։ Լիքը տղամարդ եկել են, սաղին ասել են չէ, բայց այս տղուն առաքելի ես միանգամից իմացա, որ ինքը հենց այդ տղեն է, որը կարակ կայնի քրոջս կողը ու ձեռքը բռնի ոնց որ հիմա ու մինչև տանքի վերջ։ Ուզում որ այդտենց ոնց որ հիմա կայնացես միշկոտլուխի, ձիգ, սարի պես ես քրոջս կողը։ Ցանկանում եմ, որ միշտ իրար հետ ունեք, երջանք ունեք, սիրեք, երեխեքը կան իրեք հոգի ոնց որ ասել են, դաժե 4 հոգի, ուների ունեն առողջ։ Այդ ուսս ունեն, որ ես երկը, որովհետև հիմա երկելու եմ, միշտ երկել եմ, միշտ, որս ասել է, իմի վերջ անգամ, ասել, երկում եմ, ես հարսել եմ, որ համար դուքել եմ։ Сказав, что время лечит, и
Скажу я здравствуй, и утихнет боль моя, но никогда ты не узнаешь, что это значит жить без тебя. Я тебе желаю счастья, и любовь, и боль моя. Никогда ты не узнаешь, что это значит жить без тебя. Я тебе желаю счастья, и любовь, и боль моя. Тебе желаю счастья, и любовь, и боль моя. Но никогда ты не узнаешь, что это значит жить без тебя. Я тебе желаю счастья, и любовь, и боль моя. Մենք մեր հերթին հայտում ենք խորի շնորհակալություն Արփինի եղբորը Արարատին շատ գեղեցիկ երգի համար։ Ես խնդրում եմ բարձր ծափել Արոյի պատվի ժողովուրդ ջան։ Շնորհակալ ենք։ Արաքել ջան, Արփինի ջան։ Այսօր մեր ուրախությանը մասնակցում են մեր շատ սիրելի, շատ հարգելի հարևանները։ Ժողովուրդ ջան, կարող եք բարձր ծափահարել բոլոր մեր հարևաններին։ Մենք էլ կխմենք մեր հարևանների կենացը ու ժողովուրդ ջան, պետք է ասեմ, որ մեր հարևաններից Անիի ծննդյան տարեդարձն է։ Շնորհավորում ենք Անիի ծննդյան օրվա կապակցությամբ ժողովուրդ ջան։ Եվ այսպես խաղում ենք հարևանների կենացը ու շնորհավորում ենք հարևաններից Անիի ծննդյան տարեդարձը։ Իհարկե գեղեցիկ ծաղկեպնջով ու գեղեցիկ կատարումով։ Մեզ է ողջունում երգչուհի Լիլիթ Հարությունյանը։ Գնացեք։ Հարևաններին ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին և մաղթում եմ ձեզ լավ ժամանց։ Строит грустить зря, и не зря день рождения.
հրամիրեն չարա հրապարա Բարձի հոպին կնել այարս Սաներ աման է մեկել հանդի միջին միջ կնել այարս Վարգեն աման է
կա ևս մի անուշ կենաց, որ պետք է ձեր թույլտվությամբ արտահայտենք։ Արաքել ջան, ես խնդրում եմ բոլոր ընկերներին դահլիճ հրավիրել։ Բոլոր ընկերներին խնդրում եմ դահլիճ հրավիրել, ժողովուրդ ջան, քանի որ առջևում է հենց ընկերության կենացը։ Ողջունում ենք Արաքելի ընկերներին շատ բարձր ծափերով։ Բայց Արաքելի ընկերներից մենք ունենք մարդ, որը որ չի մասնակցում մեր միջոցառմանը, ժողովուրդ ջան։ Մարդ ընկեր, որը իր կյանքը նվիրաբերեց մեր այսօրվա խաղաղության համար 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մեր Արաքելի մտերիմ ընկերներից մեկը Արշակյան Ֆրունզեն 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակվեց այսօրվա մեր խաղաղության համար։ Ես պետք է խնդրեմ առանձնահատուկ ծափահարություններ Արշակյան Ֆրունզեի պատվին, ժողովուրդ ջան։ Շնորհակալություն։ Արաքել ջան, վառ պահելով ընկերոջը հիշատակը, չշեղում եք մեր տոնական տրամադրությունից, քանի որ Ֆրունզեն մեր հետ հավասար հիմա քեֆ կավեր։ Ողջունում ենք նաև Արփինեի ընկերների նույնպիսի ջերմ ծափահարություններով։ Սիրով կողջունենք նորապսակների ծնողների ընկերներին, ժողովուրդ ջան։ Ընկերներին թվում են նաև աշխատանքային ընկերները։ Ողջունում ենք դահլիճում ներկա բոլոր գործընկերներին, ժողովուրդ ջան։ Եվ ընդհանրապես կենացը կհրավիրենք Մուրադյան և Սիմոնյան ընտանիքների բոլոր ընկերներին։ Ժողովուրդ, ով որ ընկեր չունի, մեր դահլիճում տեղ չունի, ընկերության թանկ ու անուշ կենացն ենք հղում։ Համեցեք։
Դե հիմա էլ թող հարթակ դուրս գան դահլիճում ներկա բոլոր մեր օրիորդները, մեր ազատ աղջիկները, եկել է այն պահը, երբ պետնորը հարսում է Արփինեն, ցանկանում են նետել իր ձեռքի ծաղկե փունջը, սիրով հրավիրում են կենտրոն բոլոր մեր օրիորդներին, համեցեք հարթակ աղջիկներ ջան, եւ իհարկե Արփինեին կհրավիրենք իր ձեռքի ծաղկե փնջով։ Արփինե ջան, պատրաստ ես։ Մինչև երեքը կհաշտեմ, գնացինք, 1, 2, 3, չնետեց, մի անգամ է, 1, 2, 3, էլի չնետեց, աղջիկներ, եկեք միասին հաշտենք, միգուցե Արփինեն կողոքևորվի և կնետի, հաշտվում ենք միասին, գնացինք, 1, 2, 3, այո, մեկ տեսավ, թե ով տիրացավ ծաղկե փնջին, ձեր անունը կարելի է, Ռիմա, ձեր կտեր Ռիմայի գլխին Արփինե ջան, լուսանկարվեք Ռիմայի հետ միասին, չեմ լսում ծափերը Ռիմային, տղերք, նույն խնդրանքս ձեզ է հապով, Առաքելը երբ որ նետեց, վերջացրեց, պարզապես թե ով է կրծքազար ծաղկի տերը, չենք նստում, մնում ենք պարահարապարապում։ Պատրաստ ես Առաքել ջան, գնացին, 1, 2, 3, մի րոպե։ Առաքելը կարծես է ինչ-որ ուրիշ որոշման է հանգել, հրապարական բոլորիս աչքի առջև Առաքելը իր կրծքազար ծաղիկը ցանկանում է նվիրել ժողովուրդ Հակոբին։ Նորապսակները բաժանում են տարոսիկները, խնդրեմ։ Առաքել, Արփինե,
և տոնական հարսանեկան տորտ։ Խնդրեմ։ Հարցս ուղղում եմ Արաքելին և Ալպինեին։ Արաքել ջան, Ալպինե ջան, թույլ տալիս եք, որ տորտով հյուրասիրվեն բոլորը։ Ժողովուրդ ջան, նորապսակների թույլտվությամբ, սպասարկող անձնակազմի օգնությամբ տոնական տորտը կմատուցվի բոլոր ներկաներին։ Ասեմ, թե ինչպիսի ծափեր կհնչեն դահլիճում, և հայտարար է, որ Ալպինեն բարի է հրավիրում հորը, Արթուրին, չեմ լսում ծափերը, ժողովուրդ ջան, խնդրում ենք բարահրապարակը զիջել հորն ու դստերը, բարում են հայր և դուստր, Արթուրն ու Ալպինեն, խնդրեմ, երաժշտություն։
Լեխարստանեն, բավոցկանեն, ես իմ բավի ծամը տանեմ, աղջիկս, կողոսորդի չաների տաղ, կողոքուր, բինեմ ես մատաղ, աղջիկս, կողոսորդի չաների տաղ, կողոքուր, բինեմ ես մատաղ, աղջիկս, կողնիրի քեզ մարի ճամպա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, աղջիկս, կողնիրի քեզ մարի ճամպա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, Արիներատ թրել անցել, այսօր արդեն հանսես դարձել, մի նոր վարդել, կողքիդ բացվել, ձեր բույրով է կյանքը լացվել, աղջիկս, թող խոսորդին չանիրի տաղ, կողոքուր, լինեմ ես մատաղ, աղջիկս, թող խոսորդին չանիրի տաղ, կողոքուր, լինեմ ես մատաղ, աղջիկս, թող լինի քեզ մարի ճամպա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, աղջիկս, թող լինի քեզ մարի ճամպա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, աղջիկս, թող խոսորդին չաների տաղ, կողոքուր, լինեմ ես մատաղ, աղջիկս, թող խոսորդին չաների տաղ, կողոքուր, լինեմ ես մատաղ, աղջիկս, թող լինի քեզ մարի ճամպա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, աղջիկս, թող լինի քեզ մարի ճամպա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, բախտը քեզ, շտարու երջանկություն բա, Հայրը տալիս է իր օրհնությունը, աղջիկս քեզ բարի ճամփա Առաքելի հետ միասին, ձեր բարձր ծափերը խնդրում եմ ժողովուրդ ջան։ Դե հիմա էլ հարգարժան հյուրերի, բազմաթիվ հյուրերի խնդրանքով ևս մեկ անգամ հրավիրել ենք մեր հարթակ Արփինեի հարազատ եղբորը Արարատին, որը մի անգամ ևս գեղեցիկ երկով տվողջունի բոլոր հյուրերի խնդրեմ։ Աչքերում
հայտնվում Արարատին ժողովուրդ ջան, բրավո Արարատ։ Դե հիմա այն ժողովուրդ ձեռքի ենք բռնում, ուսուսի ենք տալիս, էլ ինչ հայոց հարսանիք առանց մշո սասնո ռիթմերի, համեցեք պարահրապարակ, սասնո ռիթմերով ենք պարում, հնչում է ավանդական զուրնան, գնացինք։
Հիմա խոսք ունի ասելու մեր առաքելի Բորիս հոր եղբայրը, որի սիրով այս պահին հրավիրում եմ կենտրոն ու փոխանցում հարցախոսս։ Հոր եղբայր ջան, համեցեք, խնդրում եմ, համեցեք։ Շնորհակալություն հարգարժան անդամադա։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, թանկագին հյուրեր, հարազատներ, ընկերներ։ ԱՊՀ երկրներից ժամանած մեր հայ հյուրեր, հյուրընկալել եք հայրենի այսօրվա այս գեղեցիկ հարսանյաց արարողությունը մասնակցելու համար, օվկիանոսից այն կողմ ապրող մեր սիրելի քույր եղբայրներ, հայրենակիցներ, որ կարողացել եք ժամանակ գտնել, ներկա գտնվել այսօրվա այս ուրախությանը։ Առաքել ջան, իմ անուշ բալան, մեզանից յուրաքանչյուրս երկար ենք սպասել, մեծ հույսեր ենք կապել այսօրվա համար և փառք Աստծո, ասենք Աստծուն փառք, որ մեր հույսերը, մեր կեղծերը, մեր նպատակները կարողացավ մեզ հետ միասին կատարածել։ Հարգելիներս, ես էլ ձեզ նման մի հյուր եմ, սակայն նորվա աշխարհից, ինչպես բոլորդ գիտեք, մեր հայրենիքը, մեր փոքր երկիրը գեղեցիկ է իր յուրահատուկ անկյուններով, դա կլինի լորին, դա կլինի կոտայքը, գավառը, թել, Սյունիքը, դա մերն է, յուրաքանչյուրը ունի իր գեղեցկությունը, յուրաքանչյուր անկյուն ունի իր հրաշք տեսարանները։ Ես էլ այսօր կյանք արել լորվա չնաշխարհիկ բնության գրկում և կրթվել, դաստիարակվել այն մեծանուն գրողների տողերով ուսանել, սովորել, ինչպիսին եղել էր մեր մեծն Լորեցին։ Ինչ ասեմ հարգելիներս, Թադոս ջան, Էմա ջան, ես իմ այս գեղեցիկ կենացը իմ արփինեի ծնողներ, այսօրվա այս ուրախությունը ոչ միայն մերն է, նաև ձերն է, այն տատիկը, որը իր կյանքն է ապրել, այսօր ուրախանում է իրեն թոռնիկի երջանկությամբ, մեզանից յուրաքանչյուրս թող բախտ ունենանք, արժանանալ այդ տատիկի տարիքին, մենք էլ ուրախանանք մեր թոռնիկների ուրախությամբ, սակայն այսօր կյանքը շատ կարճ է ու դժվար։ Ես կուզեի իմ այս գեղեցիկ կենացը լինելով Լորեցի, ավարտել մեծն Լորեցու հետևյալ տողերով, որ այդ տողերը հետևում են մեզ, մենք էլ քայլում ենք այդ տողերի հետևից։ Հեյ պարոններ, ականջարեք, թափառական աշուղից, սիրուն տիգնայք, շահել տղեք, լավ ուժ դրեք իմ խաղից։ Մենք բոլորս հյուր ենք կյանքում, մեր ծննդյան փուչորից, հերթով գալիս անց ենք կենում, էս անցավոր աշխարհից, անց ենք կենում, սեր ու խնդում, գեղեցկություն գանց ու գա, մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտանմա, գործն է անմա, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար, երբեք նրան, որ իր գործով կապրի անվերջ անդադար, չարները միշտ հիշվում անվերջ, անհեծք նրա չար գործին, որդիդ լինի, թե երնում էր, թե մուրազով սիրացքին։ Մարգերիս ոլորը, Մարգերիս ոլորը, դելով է նեղշուգյար, դելով է նեղշուգյար, գոդայրի բոլորը, կենարի մանարի, Մարգերիս ոլորը, յարդ գետի դունարի, դելով է նեղշուգյար, գոդայրի բոլորը, շնորհակալություն հարգելիներս։ Իրականում մենք ենք շնորհակալ հոր եղբայր ջան, եւ սրտարուժ բարեբախտանքների համար, եւ խրատական խոսքի համար, եւ մեծերին մեջ բերելու համար։ Բորիս հոր եղբայր ձեր բարձր ծափերը խնդրում եմ։ Շնորհակալ ենք։
Եվ իմ այն ժողովրդության ևս մեկ անգամ մեզ է ողջունում երգչուհի Լիլիթ Հարությունյանը իր շատ գեղեցիկ կատարումներով գնացինք։ Այս տարավոտ, դրարունքի պես
Ոչ մեկ իր դուխը չի գցում։ Ես հիմա առաջարկում եմ մի շնորհակալական կենաց։ Նորապսակների անունից, նրանց ծանոթների անունից հայտնում եմ խորին շնորհակալություն բոլորիցս, որ եկաք ու մասնակցեցիք մեր այսօրվա ուրախությանը։ Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Սաֆարի հոլ համալիրին, հյուրընկալ սպասարկման համար։ Շնորհակալ ենք մեր մատուցողների, մեր խոհարարների, տնօրենությանը, բոլորին շնորհակալություն։ Հատուկ շնորհակալություն նկարահանող խմբին Elegance Production-ի, ձեր բարձր ծափերը ժողովուրդյան ֆոտո և տեսա նկարիչներին։ Խորին շնորհակալություն երաժշտախմբին, որն ամբողջ երեկոյի ընթացքում բարձր պահեց մեր տրամադրությունը, չեմ լսում ծափերը երաժիշտներին։ Դե իսկ ես եմ ձեր խոնարհ ծառա Մովսես Ալեքսանյանս սիրով բարեցի այսօրվա մեր երեկոյը։ Ուրեմն, լցնում ենք բաժակները, անշենք անում այս կենացը և այն անվանում ենք շնորհակալություն։ Շնորհակալ ենք բոլորի ժողովուրդյան մասնակցության համար, ու քանի որ Սաֆարի հոլ համալիրի աշխատանքը մոտենում է իր ավարտին, հրավիրում ենք բոլորի պարահրապարակ, այս անգամ հրաժեշտի պարային շարանին։ Եվ հրաժեշտի պարային շարանը կսկսվի հայրենասիրական մշո սարսնո ռիթմերով։